I will start, yeah. Dear Mr. President, dear Mr. Prime Minister, dear colleagues, friends, representatives of media, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, պատիվ ունեմ նշելու, որ 8-րդ գաղտնաժողովը Եվրոպական քաղաքական համայնքի հաջողությամբ ավարտել իր աշխատանքը այսօր Երևանում, մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։ Ես կցանկանայի օգտվելով այս հնարավորությունից անկեղծ երախտիկս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության եւ գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման եւ մասնավորապես երկու գործընկերների, ովքեր ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։ Ես նաեւ պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հերրակա մասնակցությունը եւ Թուրքիայի փոխվարչապետի։ Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ կարիք կա անկեղծ երկխոսության եւ պրակտիկ որոշումների, ընդլայնելու խաղաղությունը եւ կայունությունը տարբեր տարածաշրջաններում։ Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան եւ կանաչ անցումը։ Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության երկարաժամկետ կայունության տեսանկյունից ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական եւ էներգետիկ ուղղություններով, մենք ընդգծել ենք սրանք որպես ընդհանուր առաջնահերթություններ։ Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը եւ բաց, ինտեգրված եւ փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորման։ Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաեւ խաղաղության եւ կայունության ընդլայնմանը, Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը եւ սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը եւ համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում եւ դրանից անդին։ Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաեւ թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումը ավելի լայն տարածաշրջանում տվյալ գագաթնաժողովը հաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման եւ առավել լավ համակարգված եւ առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։ Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաեւ կամրապնդեն մեր փոխգործակցությունը եւ փոխընկալումը։ Ես կցանկանայի օգտվելով այս հնարավորությունից իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով նշել, որ գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում, եւս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը, երախտիկս հայտնում եմ նաեւ լրատվամիջոցներին, տեղական եւ միջազգային, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով։ Եվ ի վերջո, թույլ տվեք նախագահ Կոշտաձե շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար եւ Հայաստանի Հանրապետության տեխնացությունը առաջադրելու համար այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, նախ եւ առաջ շատ շնորհակալություն վարչապետ Փաշինյան, հարգելի Նիկոլ, ջերմ ողջույնի
հյուրընկալության համար։ Դուք եւ ձեր թիմն իսկապես բացառիկ աշխատանք եք իրականացրել հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը մեկ տեղում հավաքելով ավելի քան 40 առաջնորդ։ Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ մենք բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապարհի։ Հայաստանը եւ Եվրամիությունը միասին են այդ ճանապարհին։ Հենց այդ պատճառով վաղը մենք կացկացնենք առաջին ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։ Այսօր գագաթնաժողովն իսկապես պատմական էր։ Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է հարավային Կովկասում եւ այսօր այս գագաթնաժողովին մասնակցել է նաեւ տեսաձայնային կապով նախագահ Ալիևը։ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումները եւ անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները եւ պատերազմը կարծես թե գերակայում են։ Անհրաժեշտ է տոնել այս հնարավորությունը։ Կա եվրոպական ոչ գործ անելու, խոսքս բազմակողմանիության մասին է, դրա առանցքում ՄԱԿ-ի համակարգերն են եւ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ։ Ներկայիս աշխարհագրաքաղաքական կոնտեքստում ակնհայտ է դառնում գնալով, որ մեր աշխարհամասին պետք է 360 աստիճան տեսլական անվտանգության հարցերի նկատմամբ այստեղ հանդիպելով Հայաստանում, Հարավային Կովկասում, այդքան մոտ լինելով մերձավոր Արևելքին, եւս մեկ անգամ հիշում ենք, որ պատերազմը Եվրոպայի հարևանությունում ուղիղ ազդեցություն է մեր ընդհանուր անվտանգության, էներգետիկ մատակարարման եւ տնտեսության վրա։ Դա նշանակում է, որ Եվրոպան համակողմանիորեն պետք է աշխատի Հայաստանի հետ եւ ամբողջ տարածաշրջանի ապահովելու խաղաղություն եւ կայունություն։ Հարատև խաղաղությունն ու կայունությունը խարսխված են դիմակայուն ժողովրդավարական կառուցակարգերում եւ ուժեղ տնտեսական կապերում հարևանների միջև։ Այդ պատճառով այսօր ԵՔՀ գագաթնաժողովը շեշտադրում է պայքարը օտար երկրյա միջամտությունների դեմ ժողովրդավարական գործընթացներում եւ ընդգծում փոխկապակցվածության ուժը ստեղծելու փոխշահավետ տնտեսական գործընկերական հարաբերություններ։ Միաժամանակ շարունակում ենք հետապնդել արդար հարատև խաղաղության նպատակը Ուկրաինայում, հենց այդ պատճառով աջակցությունն Ուկրաինային մեր ուշադրության առանցքում է նույնպես։ Ահա այսպիսին էր ուղերձս նախագահ Զելենսկուն այսօր։ Առաջին հերթին Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին, այնքան որքան հարկավոր է, հասնելու հարատև արդար մնայուն խաղաղության, հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն։ Երկրորդը, մենք պետք է հաշվի առնենք Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, բացելով բանակցությունների հարթակը հնարավորին չափ շուտ։ Ցանկացած քննարկում, որ վերաբերում է խաղաղությանն ու կայունությանն այս աշխարհամասում, պետք է ընդգրկի մեր համախոհ գործընկերներին Եվրոպայի սահմաններից դուրս։ Կանադայի վարչապետի Մարկ Կարնեի մասնակցությունն այսօրվա գագաթնաժողովին իդեպ ընդգծում է առաջին անգամ աննախադեպ ոչ եվրոպական երկրի մասնակցությունը ԵՔՀ գագաթնաժողովին, ինչը քաղաքական տեսանկյունից իսկապես նշանակալի է։ Սա արտացոլանքն է ուժեղ եւ զարգացող դաշնակցական հարաբերությունների Եվրոպայի եւ Կանադայի միջև եւ հիշեցում, որ միջազգային իրավունքի եւ կարգի սկզբունքները, բազմակողմանիությունը, ՄԱԿ-ի համակարգերի աջակցությամբ իրենց սրտում փայփայում են այն նպատակները, որոնք մենք ունենք։
այսօր մեր սրտում։ Ավարտելով այսօրվա գագաթնաժողովը այս տարածաշրջանում ցույց է տալիս, որ Եվրոպայի աշխատավոճը դիվանագիտությունն է, բազմակողմանիությունն է եւ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, եւ դա իսկապես արգասաբեր է։ Դա նպաստում է խաղաղությանը։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին այս գագաթնաժողովի հյուրընկալման համար, ԵՔՀ-ի գագաթնաժողովի, դրանից զատ նաեւ օգտվելու այս պատմական հնարավորությունից Հայաստանին մոտեցնելու Եվրամիությանը։ Վերջինը միտված է մեր իռլանդացի գործընկերոջը Միխալին։ Նշեմ, թե իսկապես անհամբեր սպասում եմ Իռլանդիայում հաջորդ ԵՔՀ գագաթնաժողովին։ Վստահ եմ, այն կլինի նույն չափ հաջողված, ինչպես այսօրվան Երևանում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, իսկապես Անտոնիո, բարի օր, իսկապես շատ հաճելի է այստեղ լինել ձեր գեղեցիկ մայրաքաղաքում, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին, իսկապես բավականին ջերմ ողջույնի հյուրընկալման համար շատ երաժշտական գագաթնաժողով է կարելի է ասել։ Դուք կարողացաք ցուցադրել Հայաստանի երաժշտության, երաժշտական մշակույթի գոհարները, հրաշալի սնունդը։ Դե 6 ամիս ժամանակ ունեք, այո, պատրաստվելու, այդ թվում նաև ԱԹՍ-ների շոուն կազմակերպելու համար, կանցի սա իսկապես բազմաթիվ տաղանդների ցուցադրություն է եւ ես պետք է այս պահին փորձեմ հասկանալ, թե այս պահից մինչև նոյեմբեր ինչպես եմ կարողանալու նույն կերպ կազմակերպել այդ միջոցառումը։ Մենք իհարկե ելույթներից հասկացանք, թե որքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քննարկեցինք դա եւ Իռլանդիայի դեպ հակամարտություն նույնպես եղել է եւ այդ թվում 30 տարի առաջ եւ ճանապարհ է հարթվել հակամարտության պատճառով նոր աշխատավոճ որդեգրելու, ինչը եւս մեկ անգամ ընդգծել է ուժեղ առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը։ Եվ այս մասին խոսվեց նաև Ադրբեջանի նախագահի ելույթում։ ԵՔՀ-ի գագաթնաժողովն այսօր մեծ շեշտ է դրել ապագա կառուցելու միասնականություն, կայունություն Եվրոպայում ընդգծվել է այդ թվում բազմաթիվ առաջնորդների կողմից եվրոպական եւ Կանադայի վարչապետը ընդգծեց ԵՔՀ-ի առանձնահատուկ արժեքը եւ կենսական նշանակությունը բոլորիս համար։ Մենք խոսեցինք, որ միջազգային անվտանգային իրավիճակը գնալով քայքայվում է, հիբրիդային կամ խառնածին սպառնալիքներ են առաջանում, որոնք լուրջ վտանգ են մեզ համար։ Լսեցինք նախագահ Զելենսկու ելույթում այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է Ուկրաինայի ժողովուրդը ռուսական ագրեսիայի հետևանքով, քննարկեցինք Մերձավոր Արևելքում հակամարտությունը, էներգետիկ խնդիրները եւ հակամարտության հետևանքները սովորական մարդկանց կյանքի վրա, նաև քննարկեցինք, թե ինչպես պետք է նվազեցնենք մեր կախվածությունը եւ ամրապնդենք դիմակայունությունը, որպեսզի կարողանանք դիմադրել համաշխարհային խժդժություններին եւ անհանգստություններին։ Ակնհայտ է, որ ԵՔՀ-ն նոր իմաստ է ձեռք բերում, մի հարթակ է դառնում, որտեղ կարող ենք կիսվել փորձով։ Ներկայիս էներգետիկ ճգնաժամը եւս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է մեր էներգետիկ կապերը խորացնել, ներդրումներ իրականացնելով փոխկապակցվածության ենթակառուցվածքում, էներգամատակարարման ցանցերում։ Ես եվրոպական կոալիցիայի երկրորդ հանդիպմանը նույնպես մասնակցեցի, Թմրանյութի ապօրինի վաճառքի դեմ, ընդգծում եմ եւս մեկ անգամ մեր առաջնորդների հանձնառությունը հավաքական ջանքերով պայքարելու Թմրանյութի ապօրինի վաճառքի եւ հարակից սպառնալիքների դեմ։ Ստեղծելով լայն համայնք, կարծում ենք, որ սա չափազանց կարևոր է, մեր կառավարությունները բախվում բազմաթիվ քաղաքական, սոցիալական, տնտեսական մարտահրավերների, ինչպես գիտեք, Իռլանդիան անհամբեր սպասում է հյուրընկալելու ԵՔՀ-ի հաջորդ գագաթնաժողովը Դուբլինում եւ մենք իսկապես շատ ուրախ ենք, որ էստաֆետը Հայաստանից վերցնում ենք եւ դուք իսկապես շատ արդյունավետորեն, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք կազմակերպական աշխատանքներ իրականացնել։ Բավականին բարձր է ձեր ստանդարտն այս պահին, կփորձենք համապատասխանել
Եվ կրկին ավարտելով շնորհակալություն հարգելի Նիկոլ, շնորհակալություն Անտոնիո եւ իհարկե շնորհակալ ենք համապատասխան աշխատանքային թիմերին արժանավոր եւ շատ հաջողված գաղտնաժողովի կազմակերպման համար։ Կտեսնվենք Դուբլինում։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, պատվավոր հյուրեր, հարգելի տիկնայք եւ պարոնայք, Honorable Mr. Prime Minister, members of the government, distinguished guests, dear ladies and gentlemen. Այժմ տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։ It is my great honor to announce the official cancellation ceremony of the postage stamp dedicated to the 8th European Political Community Summit. Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության վարչապետ նորին գերազանցություն պարոն Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ նորին գերազանցություն պարոն Անտոնիո Կոշտան, Իռլանդիայի վարչապետ նորին գերազանցություն պարոն Միխոլ Մարտինը. The cancellation will be carried out by His Excellency Mr. Nikol Pashinyan, the Prime Minister of the Republic of Armenia, His Excellency Mr. Antonio Costa, the President of the European Council, His Excellency Mr. Michal Martin, the Taoiseach of Ireland. Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ դրեք ձեր ստորագրությունը բոլոր ծրարների վրա եւ փոխանցեք դրանք դեպի աջ. Dear participants, please put your signatures on all the envelopes and pass them to your right. And here. And pass it to me, please. Thank you. Once again. Thank you so much. This one will remain with you. Okay, here. Thank you. Thank you very much. So, dear participants, I will count up to 3. Please put the postmark on the stamp, Mr. Prime Minister first. 1, 2, 3. Thank you very much. Mr. Antonio Costa. 1, 2, 3. And the Taoiseach of Ireland, Mr. Michal Martin. 1, 2, 3. Thank you very much. I kindly ask you to open it for very Խնդրում եմ բացել այս պահին ծրարները Thank you. ներկայացնելով նամականիշները շնորհակալություն։ Շնորհակալություն մասնակցության համար. Thank you for participation. Yeah, thank you.